Լույս առօրյին շարունակումը մեր տաղավարում էներգիան գնալով ավելի է մեծանում ու շատանում դրական առումով իհարկե, որովհետև մենք միշտ այս տաղավարում ընդունում ենք մարդկանց, ովքեր որ դեմ են ցանկացած տեսակ ինչ-որ մշտական փյարվելուն ու գովազդելուն, իրենք պարզապես անում են իրենց աշխատանքը, անում են մեծ սիրով ու գիտեն նույնիսկ եթե 1%-ով իրենք հաջողեն, դա արդեն հաղթանակ է, փոքրիկ հաղթանակ, բայց մենք խոսելու ենք մեծ հաղթանակների մասին։ Եվ այսպես սահմանապարը ազգային մշակութային նախագիծ է, որն ուղղված է Հայաստանի սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում ապրող երեխաների մշակութային կյանքի զարգացման աջակցմանը։ Նախագծի եզրափակիչ փուլը կլինի Երևանում կայանալիք մեծ միավորող համերգը ապրիլի 25-ին, որտեղ Հայաստանի տարբեր սահմանապահ բնակավայրերից ժամանած երեխաները հանդես կգան միասին որպես մեկ միասնական հայկական ազգային թիմ։ Նախագծի եւ միջոցառման մասին ավելի մանրամասն խոսենք մեր հյուրերի հետ, մեր հյուրերն են հասարակական գործիչ, գործարար Հազար Վահան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձությունների խորհրդի նախագահ Իգոր Զարգարյանը, բարի լույս։ Հազար Վահան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Սրփուհի Մովսիսյանը։ Բարի լույս։ Ֆանտաստիկ պիջակա։ Եվ իհարկե Նարեկպարային համույթի գեղարվեստական ղեկավար, բալիթմես Սերբ Արմանը Ջուլհակյան։ Բարի լույս։ Լույս առավոտի։ Շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք նախ մեզ հետ։ Այս տրիոն շքեղագույն էներգիան զգացիր մոլիտվին։ Պատկերացնում եմ, թե ինչ տարբեր գաղափարներ է գեներացնում, իրականություն դարձնում, բայց սկսենք ինչից, հա, Հազար Վահանը ունի շատ երկար պատմություն եւ այնպես չէ որ սա առաջին անգամն է որ նման համագործակցություն կա, միգուցե Արմանի հետ ձեր սա առաջին համագործակցությունն է, բայց դուք մշտապես եղել եք այն երեխաների կողքին, ովքեր որ ունեցել են այս մշակույթը եւ այդ հոգեվոր կյանքը զարգացնելուն, ու դուք առաջին հերթին նաեւ համաձայն եմ մոտեցնում եք երեխաների մշակույթին, ավելի եք արթնացնում եւ ամրացնում եք հայրենասիրությունը, ինչը շատ ավելի կարեւոր է, բայց դուք նաեւ օգնում եք նրանց ստեղծել այն անտեսանելի Վահանը օտար մշակույթից, ինչը ցավոք սրտի շատ լավ մխրճվում է կարծես մեր արմատներում, մեր արյան մեջ, բայց հենց Հազար Վահանը փորձում է անել եւ դեմն առնել ու կարծում եմ ստացվում է դա ձեր մոտ։ Իդեպ Հազար Վահանը բեմադրել եք դուք իհարկե Ջուլհակյանը, նոր սկսավ ձեր ընկերությունն ու համագործակցությունը։ Այո, ճիշտ եք հիշում։ Ես սկսեմ մի քիչ նախապատմությունից, մեր գաղափարից, Հազար Վահանի, երբ որ մենք 2023 թվականից սկսեցինք նախաձեռնությունը Հազար Վահանի, հենց անունը դրեցինք հենց այդ առումով, որ մեր երեխաները, որոնք ապրում են սահմաններում, սահմանապահ գյուղերում, սահմանամերձ չենք ասում արդեն, մենք ասում ենք սահմանապահ, իրենք մեր վահաններն են եւ մենք այդ վահանների համար փորձեցինք մտածել տարբեր նախագծեր, տարբեր ծրագրեր, որ իրենք իրենց այո զգան վահաններ եւ պահեն գյուղը, պահեն իրենց բնակավայրերը եւ ավելի հայրենասիրական ոգին ուժեղացնենք իրենց մեջ, որպեսզի իրենք կարողանան միմյանց ձեռք բռնած այդպես սահմանի եզրով պահել մեր երկիրը։ Եվ այդպես սկսվեց մեր համագործակցությունները տարբեր մասնագետների հետ, որոնք դարձան հետագայում մեր ամուր կուռ թիմը, եւ մենք միասին շատ ծրագրեր սկսեցինք իրականացնել Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում, Արարատի մարզում, հիմնական սահմանամերձ արդեն մարզերում եւ գյուղերում։ Տիկին Մովսիսյան, հարցս այսպեսին է, ինչն է ամենաբարդը նման լայնածավալ նախագծերի կազմակերպման մեջ։ Հարցը իրոք շատ լավ հարց է, որովհետև եւ բարդ է եւ հաճելի է։ Հենց բարդության մեջ է հաճելին, որովհետև երբ որ մենք գնում ենք, պայմանավորվում ենք, գյուղերը, այցեր ենք կատարում եւ հասնում ենք այն աստիճանի, որ մեզ ընդառաջ են գալիս, համաձայնվում են մեզ հետ, ծրագիրը իրենք նույնպես նպաստում են, որ իրականանա իրենց համայնքներում, դա արդեն մեծ առաջընթաց է եւ պետք է ասեմ, որ շատ լավ մշակույթի տնօրեններ ունենք մարզերում, համայնքապետեր ունենք, որոնք սիրով ընդունում են ծրագրերը իրենց երեխաների համար անելու այնտեղ այդ լավ գործերը։ Իսկ երեխաների հետ աշխատելիս որն է ամենաշատը հուզում ձեզ։ Երեխաների հետ շատ ենք հուզվում, իրականում շատ հուզիչ է եւ կապը ավելի է ուժեղանում։ Այս մենք որ գնում ենք գյուղերով ճանապարհներին անցնելով, օրինակ երբ որ Արարատի մարզով
անցնում ենք, հետո Վայոց-Ձոր, հետո Սյունիք, այնպիսի զգացողություն է, որ ամբողջ Հայաստանը, այսպես մենք արդեն գրկել ենք եւ ամբողջ Հայաստանը մեր տունն է, որ գյուղներ որ մտնենք, արդեն մենք այնտեղ ունենք արդեն արված ծրագրեր եւ համարում ենք մեր տունը։ Հայաստանը մեր տունն է եւ երեխաներին փոխանցում ենք հենց այդ գաղափարը, որ կապ չունի դու ապրում ես Սյունիքում, դու ապրում ես Տավուշում, դա մեր ընդհանուր տունն է եւ այս նախագծի գաղափարը հենց դրա մեջ է կայանում։ Ձեր առաջին հանդիպումը եւ պարոն Զաքարյան, ինչպես դուք արձագանքեցիք, Արմանը առաջարկեց այս ամբողջ նախագիծը, քննարկեցիք, որոշեցիք դետալ առ դետալ եւ ասեցիք, այո, սկսում ենք։ Երկու բառով ասեմ եւ խոսքը փոխանցեմ Արմանին։ Ավելացնելով սրբոյի խոսքերը, նպատակը դժվարություն միշտ կլինի։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ նպատակը քո երկրի ապագան է, իսկ այդ ապագան երեխաների աչքերի մեջ է, եւ իրանք ապագա ընտրողներն են եւ ապագա ընտրողներն են։ Եթե դու իմ այդ քայլը չանես, կունենաս անհասկանալի երկիր։ Ինչ վերաբերվում է Արմանի հետ, այդ 1000 դուք լավ տեղյակ եք, մեր գործունեությունը շատ հեշտ է խոսել ձեր հետ։ Երբ որ 1000 վահան բարի միտքը եկա, որ մեզ պետք է, Արմանը ծանոթացա գեղեցիկ մի հատ ինքը այդ բառը դրեց, անսպասելի մեր համար, հատկապես իմ համար, որտեղ ես արվեստի ոլորտից չեմ։ Բայց տեսած գեղեցկությունը կար եւ հետո ես հանդիպման ժամանակ Արման ասաց, որ ունի տենց միտք, նախագծեր էր ուզում իրականացնել սահմանապահ գյուղերի երեխաների հետ եւ այդտեղ արդեն էլ խոսելու բան չկար, բացի դրանից թե ինչի համար ենք անում, ընդհանուր էր մտքերը մեր, Արմանը կկիսվի երևի Եվ երբ որ հասկացանք, որ գաղափարը նույնն է, մնացած հարցերը տեխնիկական են, բարդ են, բայց տեխնիկական է եւ Արմանը երևի ավելի մանրամասն կասի եւ մեր process-ի մասին, որ ամեն ինչ հարց չէր, բայց լավն էր։ Չկա տենց պրոյեկտ, որ ամեն ինչը հարթանց։ Ստեղծագործական մանավանդ process-ների ժամանակ պրոֆեսիոնալ վեճերը միշտ էլ առաջանում են, բայց դրա մասին չենք ուզում խոսել, ուզում ենք խոսել Աշխատանքային վեճեր են։ Ուզում եմ խոսել, նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն պարուսույցներին, ովքեր որ սենց գրկապած ընդունեցին ինձ եւ մեր համատեղ աշխատանքը շատ փայլուն տեղի ունեցավ եւ նաեւ այդ երեխեքի ոգևորվածությունը, նվիրվածությունը, իրանց մոտեցումը այդ ամեն ինչին փորձել ել ավելի պրոֆեսիոնալ, փորձել ել ավելի ընկալելով այդ ամեն ինչը իրականացնել այս պրոյեկտը, որովհետև դժվարություն է, երբ որ օտարը գնում է, ուզում է փորձի ինչ-որ բան անել, բայց շատ կարևոր է, թե իրանք ոնց են ընդունում։ Այդ դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իրանց, որ եթե չլինեին իրենք, այդ պրոյեկտը չէր իրականանա։ Պարոն Ջոյակյան, պարը այստեղ պարզապես արվեստ չէ եւ ինչպիսի առաքելություն ունի այս նախագծում։ Առաքելություններից թվարկեմ մաքուր հայկական պար, մաքուր հայկական երաժշտություն, տարազներ, գրագիտություն, հա, այսինքն այսօրվա իրականության մեջ մենք տեսնում ենք, թե ինչպես է օտար մշակույթը մտել մեզ մեջ, թեկուզ շատ երկու ծանոթություն արմատների հետ, այսպես ասած։ Եվ շատ մասնագետներ կան, որոնք որ թեր կրթություն ունեն եւ չեն հասկանում, թե իրական հայկական մշակույթը որն է եւ սկսում են խառնել տարբեր ազգերի, չեմ ուզում թվարկեմ այդ ազգերի անունները, նույնիսկ մեր ոչ հաճելի ազգի մշակույթը բերում մտցնում են մեր մեջ, հա, եւ նաեւ այս հիմնական գաղափարը հենց դա էր, որպեսզի իրանք ունենան իրանց մաքուրը, ծանոթանան, հասկանան, որովհետեւ կան նաեւ բեմադրություններ, ճիշտ է, այսօրվա լեզվով տրված, բայց կոնկրետ Սյունիքում երկու պար եմ ես բեմադրել, որը կոնկրետ այդ տարածաշրջանին վերաբերվող մշակույթը այսօրվա լեզվով է մատուցվում, որովհետև իմ հիմնական առաքելությունը, սենց ասեմ, պարարվեստում մեր ավանդականը այսօրվա լեզվով տարածել ամբողջ աշխարհով մեկ, որովհետև նաև ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս ես շատ-շատերի հետ եմ աշխատում, շատ նախագծեր եմ իրականացնում, բայց միայն հայկականը։
1000 Վահան բարեգործական հիմնադրամի էջով շատ հետաքրքիր շարք եք սկսել, որով հնարավորություն եք տալիս փոքրիկների հետ ծանոթանալու, ամեն մեկը խոսում կիսվում է իր տպավորությունների, մասնագիտության, ցանկությունների մասին, ինչը շատ կարևոր է, ու հերթով նայել եմ բոլոր վիդեոները, ու գիտեք ամենահետաքրքիրը ինչն է, որ բացի այն, որ դուք նշեցիք ինչ կարևոր առաքելություն կա, որը դետալ բաժանեցիք, նաև շատ մեծ կարևոր գործ եք անում ինչու՞մ։ Այսքան երեխաների հետ համախմբելով կարծես թե ստեղծվում է մի մեծ ընտանիք, որը որ տալիս է հնարավորություն եւ նախագծից դուրս միշտ լինել կապի մեջ, փորձի փոխանակման կապ չունի, տարիքը, փորձը, գիտելիքի, միգուցե միմյանց գիրք փոխանցեն, որ լավ գիրք եմ կարդացել, արի ես քեզ տամ, դա ուղղակի Սյունիքի մարզից մի երեխա ծանոթացավ Գեղարքունիքի մարզից մի երեխայի հետ, դա ֆանտաստիկ է ուղղակի։ Ու նաեւ նկատեցի եւս մի բան, որ ցավոք սրտի թող չնեղանան ինձանից, բայց մարզում ապրող երեխաները ավելի անկեղծ են, ավելի իսկական են, ավելի կտրված են սոցցանցերից, TikTok-ներից, արհեստական բանականությունից ու իրենք մի ուրիշ ոգևորությամբ են սպասում։ Չգիտեմ, մեր Երևանի երեխաները մի քիչ ավելի կենտրոնացած են սմարթֆոնների, մի քիչ ավելի ժամանակակից են կամ բան, բայց մարզում ապրող երեխան ուրիշ ձև անցալու նույնիսկ պարը ու նույնիսկ մարզերի կարծում տարբերություններ կա, չէ՞, մշակույթի ու պարերի, ոճի, գիտելիքի, ինչը միքսվելու դեպքում մենք դա կտեսնենք համերգի օր արդեն, դա մի վաու, ֆանտաստիկ է։ Այք մենք դրա համար այս նախագիծը մտածեցինք անել հետևյալ կերպ. մեկ օր առաջ իրենց բերել Երևան, բոլորին համախմբել մեկտեղ, իրենք ամսի 24-ին գալու են, Արմանը իր ամբողջ փորձը նորից ներդնելու է, բոլորի հետ աշխատելու է եւ հետո մենք երեկոյան բոլորս միասին գնալու ենք աղվերան, այնտեղ բոլորը միասին մնալու են, գիշերելու են, լավ ժամանակ են անցկացնելու, հենց այդտեղ պիտի ծանոթանան միմյանց հետ, միմյանց մարզերի մշակույթներ, այս շատ լավ բան ասեցիք, որ այո, եւ ընդհանուր կձևավորվի 1000 Վահան ցանցը, որի նպատակը մենք ունենք մեր առաքելության մեջ նշված է։ Ինչն է կարևոր, ինչ որ դուք նշեցիք, երեխաների տարբերությունը։ Իրանք ապրում են 2-3 կիլոմետր 5 թշնամու սահմանի հատմից։ Բայց իրանց մեջ պատերազմի վախը չկա։ Չեմ ասում չեն վախենում, բայց այդ կոմպլեքս ամենայն դեպս չկա, որ կարող վաղ առավոտ ինչ-որ բան պատահի, որ դեպքերը շատ են եղել։ Մենք պատմենք միանգամից ու այս ոնց որ միացնել այդ իրանց խիզախությունը եւ ցանկությունը եւ սահմանները բացել բերել դեպի Երևան, այնց այդ գործն է, որ Արմանն հիմա շատ հաջողակ համոզված եմ արդեն ասեմ, շատ հաջողակ կանի եւ դա մի պրոյեկտն է համատեղ մեր, բայց մեր ցանցի մեջ պրոյեկտները տարբեր են ու եւս դրա հետ կապված երես սրբն 2 բառով ասի դասատուներին դասընթացները արմատային այդ մշակույթի մասին եւ այո, եւ ներառյալ նաեւ պարը, մեր հայկական մշակույթը, մենք մի ծրագիր նախագիծ իրականացրեցինք եւ որը ունենալու է շարունակություն 4 մարզերում դա իրականացրել ենք 130 մանկավարժների հետ, որոնք ընդգրկված էին մանկապարտեզներից, երաժշտության ուսուցիչներ, դպրոցներից, մշակույթի տան աշխատակիցներն էին նաեւ ներկա մենք իրենց հետ անցկացրեցինք հայ ժողովրդական տոնացիսական դասընթացներ, որը ամբողջովին իրենց փաթեթով ներկայացրեց մեր թիմը եւ գեղեցիկ այդ մեր ավանդույթները, ծեսերը փոխանցեցինք մանկավարժներին, որոնք իրենց հերթին պետք է իրենց դպրոցներում դա տարածեն։ Այդ որ Արմանն էր ասում օտար երկի, բարի, հադատների եւ այո, դրա համար ներառվեց նաեւ պաշտպանվել, վահան դնել։ Այո, եւ շատ հետաքրքիր անցավ մեր դասընթացները, շուտով կունենանք գիրքը մեթոդական, որով կօգտվեն այդ բոլոր մանկավարժները եւ Արմանը այո, ասաց այդ որ հիմքը պետք է դրվի մանկապարտեզից, անգամ պարը։ Մանկապարտեզի երեխաներ պետք է սկսի ճիշտ պարել միայն հայ ժողովրդական եւ ժողովրդական ելևէջների ներքո ձայնը, ականջը պիտի նստի մեր հայկականը։ Միանգամից սոցիալական եւ մշակութային հարցեր եք միաժամանակ։ Այո։ Պարոն Զարգարյան, ձեր կարծիքով մշակույթը այսօր կարող է փոխել երեխաների ապագան։ Անպայման։ Ոչ թե կարող է, պարտավոր է։ Եվ այդ երեխաները մեզանից տարբերվել են եւ դեզանից եւ մեզանից, նա պետք է որ տարբերվեն, ես դրա համար ասում որ ապագա ընտրողները եւ ընտրվողներն են, դա կտևի 10 կամ 20 տարի, չգիտեմ, կարող ավել,
բայց բնականաբար դա ուրիշ մշակույթ ավելի պաշտպանված, ավելի բաց հասկանալի ուրիշ ժողովուրդների համար եւ կարծում Արման ասաց, որ թող իրանք մեզանից կոպի անեն, որովհետեւ մենք ունենք արմատական բաներ, որոնք մեզանից գողացել են, բարձ ասած էլ։ Իսկ այս երեխաները ինձ թվում է թույլ չեն տա այդ ամեն ինչը եւ բարի միջոցով երգի, խոսելու, ֆիզիկական իրանց պատրաստության եւ ամեն ինչով։ Ես համոզված եմ դրա մեջ, չգիտեմ կտեսնեմ թե չէ, բայց համոզված եմ դրա մեջ։ Մշակույթը շատ ուժեղ զենք է ու յուրաքանչյուր զարգացած կայացած երկրի հիմքն է եւ մշակույթը կարելի է վերացնել, դարձնել 0 եւ մարդկությանը ազգին հասցնել եւս 0-ի։ Սա կարծում եմ թող տարոսը լինի նաև երկարվեստում ստեղծագործող մարդկանց համար, թող թատրոն, չգիտեմ, բոլորը թող ես չեմ ասում թող գան բոլորը միանան ձեր բարեգործական հիմնադրամին, բայց դուք եք սկսել այս ամեն ինչ ու իմ կարծիքով միասին որքան շատանակ ավելի հզոր ու մեծ հաղթանակների կարող ենք հասնել։ Արման նաև ճիշտ է ժամանակները շատ քիչ, եթե դուք կտակ ուզեմ նաև մի հարցի պատասխանեք, ընտրված երեխաները 120-ն են, եթե չեմ սխալվում, իմ կարծիքով ամենաբարդ փուլերից պահերից մեկը դա եղել երեխաների ընտրությունը, որովհետև մեկը մեկից լավն է, մեկը մեկից տաղանդավոր է, մի քիչ մեկը մեկից կարող թույլ լինի կաղի ինչ-որ մի հարցում, բայց այդ ընտրությունն է շատ դժվար եւ այդ 120-ը, որ գալիս են Երևան, ովքեր են նրանք եւ ինչպես եք ընտրել։ Իրանք իրականում ընտրվածներն են, բայց մասնագիտական առումով, հա, այսինքն ինչը որ շահավետ է բեմի համար, ինչը որ շահավետ է իրանց խմբերը ներկայացնելու համար, ավելի ներկայանալի լինելու համար եւ նաեւ այն առումով, որտեվ ճիշտ է, երբ որ նայում ես պրոյեկտը 9 ամիս է տեղի ունեցել, բայց իմ այցերը եղել են շատ կարճ, այսինքն 3 օրվա ընթացքում ես բեմադրել եմ պարը, դա եղել է առաջի փուլը, այցելել բոլոր տեղերը, բեմադրել պարը։ Երկրորդ փուլը եղել է, որ գնացել եմ եւ հետո նայել եմ, տեսնեմ ինչ վիճակի մեջ է, արդեն այն մանր աշխատանքները, հա, ոսկերչական աշխատանքները, սենց ինչ որ բան, դրա համար եղել է ընտրություն պարողների մեջ, ճիշտ է, դա շատ բարդ հոգեբանական process է, բայց երբ որ դու պրոֆեսիոնալ ես եւ գիտես ինչի հետևից ես գնում, պետք է մի քիչ սառնասրտորեն մոտենալ այդ հարցերին, բայց ես միշտ բոլոր չընտրվածներին ասել եմ եւ հիմա էլ եթերից ուզում եմ ասեմ, որ կարևոր չի ձեր չընտրվելը, կարևորը որ ձեր խումբը ներկայանում է եւ դուք եք կրում ձեր խմբի անունը։ Իդեպ հենց առաջի անգամ ձեր եթերում ուզում եմ ասել, որ ես արդեն մոտավորապես մի ամիս ու կեսից ավել աշխատում եմ եւս մեկ գաղափարի շուրջ, ուզում եմ ստեղծել սահմանապար պարը, որպես այդպիսին։ Ոնց է մեզ մոտ, չէ, Յախուշա, Քոչարին, չգիտեմ, Նասպարը, մյուսը, այսպիսի պար ստեղծվի նոր մոտեցմամբ, նոր լեզվով, հիմա երաժշտությունների վրա ենք աշխատում, որպեսզի այդ բոլոր սահմանի երաժշտությունները միաձուլված լինեն, բոլոր տարածաշրջանների շարժումներից ընդգրկված լինեն եւ ունենանք հավաքագրված այսպիսի մի անվանումով պար, սահմանապար եւ դա թող πάρի ամբողջ աշխարհը արդեն։ Արմանը ինտրիգան մցրեց։ Այո, մենք դրա մասին վստահ եմ խոսենք մեր տաղավարից, շնորհակալ ենք շատ ձեզ, շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ կան այս նախագծի շուրջ, որովհետեւ հիմա ձեր ետևում կա մի ընտանիք, կան մարդիկ, ովքեր որ նույնիսկ չնչին ինչ աշխատանք են տանում, բայց ամեն ինչ անում են, որ նախագիծը ստացված լինի։ Այո, շնորհակալություն ծնողներին այն փոքրիկների, շնորհակալություն բոլոր մանկավարժներին, ովքեր որ կրկին համագործակցում են ձեր հետ, շնորհակալություն Ղազարվաղան բարեգործական հիմնադրամին, որը շատ ուժեղ գործանում ու ես ասում եմ մենք կրկին հանդիպելու ենք, խոսել ենք ուրիշ նախագծերի մասին, թող ամեն ինչ պսակվի հաջողությամբ, շնորհակալություն բոլորին, տոմսեր ունենք։ Այո, մենք ձեզ հրավիրում ենք մեր այդ համերգին, դիտելու այն, հետո նորից կհանդիպենք դրա շուրջ կխոսենք, 2 տոմս։ Շնորհակալ ենք անչափ։ Սահմանապար նախագծի, այո։ Ասեմ, որ մեր նախագծի մեջ եւ արցախցի երեխաներ կան, մասնակցել են եւ դիտել են եւ Արման ընտրել է իրանց էլ խմբերի մեջ ներառել։ Դե ինչ, իսկ վստահ եմ այդ ամենը մենք կվայելենք ապրիլի 25-ին, եւս մեկը կմիջեցնենք մեր հյուրերն են հասարակական գործիչ, գործարար Ղազարվաղան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձությունների խորհրդի նախագահ Իգոր Զարգարյանը, Ղազարվաղան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր գլխավոր տնօրեն Սրփուհի Մովսիսյանը եւ Նարեկ Պարային համույթի գերարվեստական ղեկավար պոլիցմեստր Արման Ջուլհակյանը։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Ձեզ մեծագույն հաջողություններ ենք ցանկանում եւ շնորհակալություն, որ առավոտեցիք մեզ հետ։ Ձեզ լավ օր, իսկ մենք այսքանով ցավոք սրտի կհամապակվենք, կհանդիպենք երկու շաբթի, վաղը ոչ աշխատանքային օրը, ապրիլի 24-ն է։
Մնացեք կենտրոն հեռուստաընկերությանը։